Գիտեք ինչու են քաղաքական կուսակցությունները կարգախոսներ ունենում։ Իսկ գիտեք թե որոնք են 2026-ի ընտրություններին մասնակցող ուժերի կարգախոսները։ Թեմա համար 1-ի այս թողարկմանը կներկայացնենք հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերի կարգախոսները։ Քաղաքական կարգախոսը կարճ արտահայտություն է, որի նպատակը քաղաքական ուժի տեսակետներն ընտրողին ներկայացնելն է։ Այն պետք է լինի հիշվող, հակիրճ ու ազդեցիկ։ Եկեք տեսնենք, թե ինչ կարգախոսներով են ընտրություններին մասնակցում 17 կուսակցություններն ու 2 դաշինքները։ Առաջին համարի ռեֆորմիստների կուսակցության կարգախոսն է անվտանգություն եւ զարգացում։ Կարգախոսի ընտրությունը պատահական չէ, քանի որ կուսակցությունն իր քարոզարշավի ընթացքում շեշտադրում է անվտանգային խնդիրները։ Կուսակցության վարչապետի թեկնածուն էլ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է։ Ինչ է նշանակում ազգային անվտանգության հայեցակարգը։ Դա ճանապարհային քարտեզ է, ինչպես ապահովել երկարաժամկետ պետության անվտանգությունը եւ զարգացումը։ Բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցության կարգախոսը հենց կուսակցության անվանումն է։ Բոլորին դեմ եմ։ Կուսակցության անդամների խոսքով դա լավագույնս է բնորոշում իրենց դիրքորոշումները։ Մենք բոլորին դեմ ենք։ Մերը եւ անունը եւ մեր կարգախոսը եւ ամեն ինչ ինձ թվում է արտահայտվում է հենց անվան մեջ։ Ուժեղ Հայաստան դաշինքը, որի կազմում են Նոր դարաշրջան եւ միավորված հայեր կուսակցությունները, 3-րդ համարն է։ Ընտրություններին Ուժեղ Հայաստանը մասնակցում է փոփոխություն միայն Սամվել Կարապետյանի հետ կարգախոսով։ Միլիարդատեր գործարարի թիմակիցները կարծում են, որ երկրում արկա խնդիրները կարող է լուծել միայն իրենց կուսակցության ղեկավարը։ Պետք է առաջնորդով գիտի ձևը, ոնց լավ կյանք ապահովի։ Գործը ծնում է ուժ, ուժն իրավունք։ Սա է Հայաստանի շնորհապետական կուսակցության կարգախոսը։ Մեր կոլեկտիվ աշխատանքով կստեղծենք այն Հայաստանը, որին որ մենք արժանի ենք, որովհետև գործը ծնում է ուժ, իսկ ուժը իրավունք։ Գուրգեն Սիմոնյանն ու կուսակիցները կարծում են, որ առանց աշխատանքի հնարավոր չէ ուժեղանալ, իսկ առանց ուժի իրավունքները պաշտպանելն անհնար է։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ղեկավարած Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցությունը 5-րդ համարի ներքո է։ Կուսակցությունը ընտրություններին մասնակցում է «Կառուցենք կարգին երկիր» կարգախոսով։ Այս կարգախոսի ընտրությունը պատահական չէ, քանի որ Մարությանը հանրության շրջանում հայտնի է դարձել «Կարգին սերիալ» եւ «Կարգին հաղորդում» նախագծերով։ Հայկ Մարության համար 5 ապտակ կոռուպցիայի, անարդարությանը, օլիգարխիայի, ուրացմանը, իսկ դրա համար անհրաժեշտ է նոր ուժ։ Հայկ Մարության համար 5 կառուցենք կարգին երկիր։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի միասնության թևեր կուսակցության կարգախոսն է «Արդարությունը գալիս է»։ Կուսակցության անդամները կարծում են, որ մարդիկ ամենաշատը հենց արդարության կարիք ունեն բոլոր ոլորտներում՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական եւ այլն։ Արդարությունը նաեւ ինչ է նշանակում։ Նշանակում է ով ուզում է լինի երկրի ղեկավար, իրավունք չունի ստել ժողովրդին։ Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք։ Այս կարգախոսով է գործարար ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանը ներկայանում ընտրողներին։ Նախկինում ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցել է նաև «Ուժեղը պիտի լինի արդար, թույլը պաշտպանված», «Հավատա, վստահիր, պահանջիր», «Փոփոխությունների եւ կառուցելու ժամանակն է», «Մեր խոսքը գործ է» եւ «Անվտանգ հայրենիք, հզոր պետություն» կարգախոսներով։ Մենք ունենք ծրագիրը, ունենք թիմը, ունենք ցանկություն, ունենք հնարավորություն, ունենք կապեր, որ առաջնային մենք պետք է ապահովենք խաղաղությունը, որ պետք է լինի երաշխավորած, բարգավաճ երկիր, բարեկեցիկ կյանք։ Հավատ, հայրենիք, ինքնիշխանություն, իգործ կարգախոսով ընտրություններին մասնակցում է ազգային ժողովրդավարական բևեռը 8-րդ համարի ներքո։ Երաշխավորված խաղաղությունը արտաքին ուժերի խոստումները չեն։ Երաշխավորված խաղաղությունը դա ուժեղ բանակն է, ազգային կազմակերպվածությունն է, ինքնիշխանությունը եւ ժողովրդի միասնական կամքը։ Արտակ Սարգսյանի ղեկավարած Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցությունը ընտրություններին մասնակցում է հաղթանակը ոչ միայն անցյալի հիշողությունն է, այլ ապագայի նպատակ կարգախոսով։ Մեր ամենակարևոր կարգախոսներից մեկը, որ ազգային այլընտրանք կա, դա հենց մենք ենք 9-րդ համարն է Քոչարի կուսակցությունը։ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, ընտրություններին մասնակցում է խելամիտ ուղի կարգախոսով։ Զուրաբյանը նշում է, որ խաղաղության հասնելու համար խելամիտ ուղին Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումն է։ ՀԱԿ-ը նախկինում ընտրություններին մասնակցել է ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին, խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն եւ լրջանալու պահը կարգախոսներով։ Հայ ազգային կոնգրեսը առաջարկում է խելամիտ ուղի
դեպի ինքնիշխան խաղաղություն, մեր ամբողջ քաղաքական, տնտեսական եւ հանրային համակարգի առողջացում։ Քեզ համար Հայաստան, քեզ համար։ Սա է Արամ Սարգսյանի գլխավորած Հանրապետություն կուսակցության նախընտրական կարգախոսը։ 2021-ի ընտրություններին կուսակցությունը մասնակցում էր անվտանգություն եւ աշխատանք կարգախոսով։ Մեր ժողովուրդը պիտի կվետա մեզ շատ բարձ ապագայի համար, երեխաների համար, քեզ համար Հայաստան, քեզ համար։ Քաղաքագետ Լևոն Շիրինյանի գլխավորած Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը, որը հանդես է գալիս 12-րդ համարի ներքո, ընտրություններին մասնակցում է քվեարկիր հանուն արդարության կարգախոսով։ Մենք ուզում ենք մեր երկիրն ունենա անվտանգություն, մեր երկիրն ունենա ազատություն եւ մեր երկիրն ունենա զարգացում։ Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցությունն ընտրություններին մասնակցում է մի քանի կարգախոսով։ Պետական դավաճաններին, բանկերը պետք է ազգայնացվեն, հանրային տրիբունալ եւ այլն։ Հայաստանը պիտի դուրս գա արկելող կոնվենցիայից եւ համաժողովրդական հանրաքվեով վերականգնի պետական դավաճանության եւ առանձնապես խոշոր չափի պետական թալանի համար։ Սա է իմ նպատակը, սա է մեր թիմի նպատակը, սրա համար ենք մենք մասնակցում ընտրություններին։ Կերտենք հայկական պետություն, ասում է ժողովրդավարական համախմբում կուսակցության կարգախոսը։ Ըստ Սուրեն Պետրոսյանի եւ թիմակիցների հայկական պետության կերտման ճանապարհին առաջին քայլը ընդդիմափոխությունն է։ Մեր նպատակը հայկական պետության ձևավորումն է, որի հիմքում ընկած կլինի համահայկականությունը։ Այդ ճանապարհին առաջին քայլը անհրաժեշտ ոչ բավարար ընդդիմափոխությունն է, այսինքն այլընտրանքի ձևավորումը։ Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն։ Սա է նույնանուն կուսակցության կարգախոսը 2026-ի ընտրություններում։ Դոկ կուսակցությունը 15-րդ համարի ներքո է։ Ոչ մի դիվանագետ չի կարող փոխարինել ուժեղ բանակին։ Ուստի ցանկացած արտաքին քաղաքականություն դատակ թուղթ է, եթե չկա մարտունակ բանակ, տնտեսություն, արդյունաբերություն, ազգային միասնություն, պետական կամք։ Իշխող քաղաքացիական պայմանագիրն ընտրություններին մասնակցում է Տեր կանգնիր խաղաղությանը կարգախոսով։ Կուսակցության անդամները պնդում են, որ հաստատված է խաղաղություն եւ ամբողջ քարոզարշավը կենտրոնացած է խաղաղության պահպանման շուրջ։ Նախորդ ընտրություններին ԿՊ-ն մասնակցում էր ապագա կա ապագա կարգախոսով։ Ի վերջո, խաղաղությունը կա, թե չկա։ Խաղաղությունը իհարկե հաստատված է եւ խաղաղությունը այստեղ է, այսօր է, հիմա է։ Բայց մենք բոլորս պետք է մեզ հաշիվ տանք հետեւյալում։ Խաղաղությունը նոր է, նորածին է, խաղաղությունը խնամքի կարիք ունի։ Միասին կարող ենք կարգախոսով ընտրություններին մասնակցում է երկրորդ նախագահի գլխավորած Հայաստան դաշինքը։ Նրանք հանդես են գալիս 17-րդ համարի ներքո։ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին դաշինքը մասնակցում էր դեպի ուժեղ Հայաստան կարգախոսով։ Ես եւ մեր թիմը սիրում ենք այս հողը, այս երկիրը, այս ժողովրդին եւ ունակ ենք ապահովել նրա անվտանգությունն ու բարօրությունը։ Մեր երեխաների ապագայի համար եւ հանուն ուժեղ եւ անկախ Հայաստանի միասին մենք կարող ենք։ Արման Բաբաջանյանի գլխավորած հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունը ընտրություններին մասնակցում է Քո ձայնը խորհրդարանում կարգախոսով։ Քո ձայնն է որոշելու, թե որքան կառաջանա Հայաստանը, որքան կբարձրանա հայ ժողովուրդը եւ երբ կհաղթենք մենք։ Էդմոն Մարուքյանի ղեկավարած Լուսավոր Հայաստանն էլ կոչ է անում քաղաքացիներին պաշտպանել ինքնությունը եւ խոստանում ռեմոնտադա լինելու է։ Կուսակցությունը նախկինում ընտրություններին մասնակցել է Լուսավոր Հայաստանը եւ կա այլընտրանք քվեարկիր կարգախոսներով։ Ռեմոնտադա ասելով դուք ի՞նչ նկատի ունեք։ Մենք նկատի ունենք, որ մենք այս պարտության փուլից պետք է տեղափոխվենք հաջորդ փուլ, վերածննդի փուլ, վերափոխման փուլ, ոտքի կանգնելու փուլ, ուժեղանալու փուլ, հզոր պետականություն կառուցելու։ Սրանք էին 2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերի կարգախոսները։ Այս կարգախոսների մեծ մասն ամենայն հավանականությամբ մինչև հաջորդ ընտրություններ կմոռացվի, իսկ որոշները գուցե դեռ երկար կհիշվեն։ Ձեզ այս կարգախոսներից որն է դուր գալիս, գրեք մեկնաբանություններում։ Կարող եք նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին մեր հետագա հրապարակումները բաց չթողնելու համար։ Իսկ եթե կարևորում եք մեր աշխատանքը, միացեք նաև մեր Patreon-ին վճարելով ամսական սկսած ընդամենը $2։ Հղումը կարող եք գտնել նկարագրության բաժնում։